Մոնթե Մելքորյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին մեծ եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսիլիա քաղաքում հանգրվանած հայ ընտանիք։ 1969-ից 1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներով։ Այցելել է Արևմտյան Հայաստան, իր պապերի ծննդավայրը։ Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը։ 1972 թվականին անվրանը 15-ամյա Մոնթե Մելքորյանը ավարտում միջնակարգ դպրոցը, մինչ ավագ դպրոցի ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա, երկրի ամենահեղինակավոր դպրոցում կրթությունը շարունակելու։ Մոնթե Մելքորյանի Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չի կայացվում, քանի որ նա ուսումնասիրում է ճապոնական մշակույթը և գնում է ճապոներենի լեզվի դասընթացների։ Նա նաև հաճախում էր կարատեի խմբակների և նույնիսկ Կալիֆոռնիա նահանգի մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոն էր։ Մոնթե Մելքորյանը ձերբակալվում է 2 անգամ։ Առաջին ձերբակալվում է 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում։ Մոնտեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկմամբ, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում Ֆրանսիայի, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն»։ Այդ հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է։ 1985 թվականի նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվում Փարիզում հայկական պահանջատիրական բնույթի, անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով, և մինչև 1989 թվականին հունվարն անցկացրել է Ֆրեյմ և Պուասի բանտերում։ 1988 թվականի հունվարին Մոնթեն ազատ է արձակվել փաստաթղթեր չունենալու պատճառով։ Ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է հայրենասերների ջոկատը, Երևանում 7 ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում, գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի հանրապետություն, որտեղ նրան անվանում են Ամոմ անվանումով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարատոնի պաշտպանական շրջանի հրամանատարի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակ նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարատոնը դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մայիս-մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց Քարվաճառը։ Դրանից հետո Մոնթե Մելքորյանի ընտանիքը Հայաստանում է եղել 2018 թվականին։ Մոնթե Մելքորյանին պարգևատրվում են մարտական խաչ շքանշանով հետմահու, դա առաջին կարգի ամենաբարձր պարգևն էր։ Շրջանառվում է Մոնթե Մելքորյանի մահվան մի շարք տարբերակներ, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Հայաստանի պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարզընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։